Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները Լոնդոնում քննարկել են խաղաղության գործընթացի զարգացումները, հնարավորություններն ու ռիսկերը։ Այս մասին Facebook էջում հայտնել է Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի նախագահ, խաղաղության կամուրջ նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը։ Տասնամյակների հակամարտությունից հետո խաղաղությունը կառուցվում է ոչ միայն քաղաքական բանակցություններով, այլ նաև մարդկանց միջև վստահությամբ։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում այսօր կա նոր հնարավորություն և կարևոր է, որ հասարակությունները նույնպես ներգրաված լինեն այդ ճանապարհին։ Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավորություններն ու ռիսկերը։ Գրել է Քոչինյանն ու հավելել, որ կայուն խաղաղությունը ձևավորվում է երկխոսության, վստահության և երկարաժամկետ գործակցության միջոցով։ Ավարտվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ընթացակարգային նախապատրաստական աշխատանքները։ Պետեկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սա իրականացվել է 2022 թվականից ի վեր ընթացող կարգավորման գործընթացի շրջանակներում որպես վստահության ամրապնդման միջոցառումների մաս։ Թուրքիայում ուժի մեջ մտած նոր կանոնակարգի համաձայն, այսուհետև Թուրքիայից արտահանվող ապրանքների համար որպես վերջնական նպատակակետ կարող է նշվել Հայաստանը։ Նախկինում Թուրքիայի մատակարար կազմակերպությունները չէին կարող Թուրքիայի մաքսային մարմինների ներկայացված արտահանման հայտարարագրում որպես ստացող նշել հայ տնտեսվարողներին, իսկ որպես նշանակման երկիր Հայաստանը։ Արդյունքում ապրանքները Հայաստան էին հասնում երրորդ երկրների, օրինակ Վրաստանի միջնորդ սուբյեկտների միջոցով վերաարտահանման ձևակերպմամբ։ Այսուհետև Հայաստանի Հանրապետության տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքների ներմուծումն իրականացնել անմիջապես իրենց անունով առանց միջնորդների։ Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովը ազգային ժողովի ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու։ Առաքելության ներկայացուցիչներն ու ԱՊՀ-ում Հայաստանի ներկայացուցիչը հյուրընկալվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Պատվիրակներին ողջունել է ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ներկայացրել օրենսդրական կարգավորումները։ Անդրադարձ է կատարվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների իրավունքներին և պարտականություններին։ Ընտրակաշարք տալու և բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերն են բացահայտվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել։ Մեր ձևով ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարն ընտրություններին Ուժեղ Հայաստան կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշարք։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ մեր ձևով ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը ազգային ժողովի ընտրությունների ընթացքում Ուժեղ Հայաստան կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշարք։ Բացի այդ, նույն անձը ազգային ժողովի ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը բարեգործության անվան տակ ընտրող հանդիսացող Երևան քաղաքի բնակչին վիրահատության համար անհատույց տվել է գումար։ Չէ, սովորական ախպեր, ասի տենամ այսօր անձը տենալ ես, թե չէ։ Կյանք չէ, այսօր ես ոնց կտենամ ախպեր, ղրգելու են նոր կյանք, մեզի միջև ամսի 3-4-ն են ղրգում, էլի։ Փոխանցում են քարտի, բանկից ստանում են, ղրգեն կտամ նա 100-ը։ Ախպեր, բա ասում էր անցի 28-ին եմ փոխանցում, ինչու՞։ Արա դու ախպեր ես, տվի դերո ջան, հորս սարև ընկե դունձի թազա բաներ ես ասում, որ ես առաջան ես ոնց կասեմ 28-ին են փոխանցում, եթե հորս սարև մինչև ամսի 3-4-ն են ախպեր։ Նա մինչև ամսի 5-ը ախպեր հորս սարև հանգիստ էլի կտամ, կարող է շուտ է տամ հորս սարև։ Շուտ ասա ախպերը հանգիստ եմ արա գտնում հարցում, չեմ կարող։ Չէ, մինչև 5-ը կյանք չեմ կտամ, էլի ձևը լի շատ է տալու, գտել շատ կտամ ռատի։ Բայց 100-ը ախպերս հաստատ կտամ։ Արա ախպեր, որտեվ այս ամիս չեն քցե։ Այս ամսանը են տալու։ Եկյատ կղես գտնում Ամերիկա։ Կյանք մինչև 3-4-ը փոխանցելու են, հորս սարև ղրգելու եմ 100։ Արա հերիկա որ թողնես կարաս է։ Արա շանքիտ ներնեմ, հորս սարև էլի 10-ով կե կանդե անելու բաներ կա ախպեր, հորս սարև այդ շտաբը, ով բան չի ախպեր, ձրի չենք պահում հորս սարև։ Կյանք ասել եմ ամեն ամիս 100-ով տալու եմ, 7-ը տալիս եմ ընկեր։ Հորս սարև մի հատ շուտ ուրիշ փող տնի, հորս սարև մի հատ 100 էլ հաստատ կտամ, Եղո ջան, էդի հաստատ։
Մեծ 100 ընկեր մինչև հորս սարը 3-4-ն են փոխանցում ընկեր հորս սարը այն անդու հետը անդուին էլ է փոխանցում հորս սարը ընկեր այն օրը մենք ենք բաժեր կարան այդ 200,000 գրեֆ են կարևոր բանը լինի այդ օպերացիան էլի ես էս մեր 10-ով արի ախպեր Երյանից գրեֆ արինք Ալո Մայրամ դեղ այդ բանը փողը որը 200-ը 1.80-ը մամայինը Շլովո Անրավոտ նա պետք թե հիմա շուտ է պետք Չէ ողա Սա դե մոտս է շո Դեն Ալոնային ցերեկը կասեմ Դու կյանք դե նայ Եթե ուզեմ Ոչ եմ էտի մոտս է եթե շուտ է կարամ գրգեմ Չէ դե մեկը քարտին չես կարող գցես չէ Հա Չէ ոչինչ առավոտ կգամ կվերցնեմ Սա տուն եմ էդ հալու էլի մեկ ահա այդ Անին կասեմ որ վաղը կբերեմ կտամ կսպանեց իրար 200,000-ով Դե ոչ եմ էտա կյանք անես Լավ կա Լավ Ալո Ան վաուր ես Եկա ձով սուզի ցալթանը Բանը փող տայ քեզ ախպեր Հեսա գամետյան ուզում է ցալթանը Դե արի մեր բաժիս դեմը գա շուտ ես ընկ իրավետ մեր բաժիս Հա կար Բա ինչ կա բալուս Բալս կար ջան անենքա խառն եմ ապրել բանկի 10-ով կեքով Գիտեմ էդուլիկ մեդուլիկ սաղին հավքել ես մենք սաղը Սալման Թաթոյանին կան Ո՞ւմ է դե բանը Հորս եմ ամոթ հավկողի եթե դե մեկը կարի թքեցի Քեզ ապար եմ էլիկից Դե լավ շո գաս ընկերս կտենանք մեռնում քեզ Ապա հորս Արա հորը կան անում մի ամբա զաբաղի միլսի կունեմ սա ցնտիլ լսում ա Դուք եք փող առնենք լավ Շո ես գիտեմ դրա համար էլ ասում եմ ախպեր Ինչ եմ ոչ ապա կամ սոմ իմարս վերային սա Լամի դասակը Դե կյանք դե դու գնարի ես էլ էցվեմ նա դատի գամ ընկերս ու տենանք Ես ինչ դատա կար Իրա դատնա էլ է այսօր ընկերս Դե դու գնարի ես մի քիչ 10-ով կեք ունեմ վերջում տերան գիտի Լավ երեք չուղարկիր անուն հասկանում Չէ անունի հիմար ոչ մի բան անունը ոչ ոք չտենում Հա, այդ եմ ուզում հարցնեմ էլի Չէ, դա մենք ենք տենում, որ ուղարկենք աշխատավարձ տան Հա, այնտեղ չխանգարի էլի Կարջան, ես պետք է Էլինոյից աշխատեմ, հիմա ֆիզի մեջ եմ Հա Դրա համար եմ էլի ասում, թե երևում է Չէ, դա вообще չի երևում անունը Դա անունը մենք ենք տենում մի քանի օքով Հա, մենակ դուք եք տենում Հա, դա գրանցման բան չկա էլի Հա, այդ եմ ուզում իմանալ, եթե բանա չլինի էլի այդպես որ չխանգարի ջոգմես ինչ եմ ասում Հա Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ստանում է ահազանգեր դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, սովորողների կողմից աշխատանքային ժամերին եւ դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի խախտման հետ կապված։ Նախարարությունից հայտնում են, որ նմանատիպ դեպքերից մեկը գրանցվել է մայիսի 13-ին ապարանում։ Արագած եւ Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ եւ աշակերտներ աշխատանքային ժամին մասնակցել են քաղաքական քարոզարշավի։ Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն բարձելու դեպքի մանրամասները եւ կիրառելու օրենքով սահմանված հետևանքները համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։ Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաեւ իրավապահներին քննություն իրականացնելու համար։ Նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը եւ վերահաստատում է, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, ապահովեն կրթության անաչառ եւ չեզոք միջավայր, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո եւ ցանկացած դրսեւորում ենթակա է լինելու պատշաճ արձագանքի եւ իրավական հետևանքների։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամները մի քանի օր Սյունիքում էին։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը 3 հարցեվաչափում խոսել է Սյունիքի մասին, ըստ Կարապետյանի իշխանությունը պատրաստ է միակողմանի զիջումների։ Սյունեցիներին կասեմ, որ շատ մտահոգ չլինեն, չվախենան, շատ քիչ ժամանակ է մնում եւ այն վտանգները, որ այս իշխանությունը համառորեն բերում է սյունիքցիների համար, դրան վերջ ենք տալու մեկ ամսից հետո։ Ունենալու ենք ուժեղ Սյունիք, ուժեղ հայրենիք, ոչ ոք դրա մեջ չպետք է կասկածի։ Ուժեղ Սյունիք ունենալու համար էլ սյունեցիներին պետք է համար 3։ Համար 3։
Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը եւս շարունակում է ակտիվ քարոզարշավը մարզերում եւ մայրաքաղաքում։ Մեկնարկը տրվել է Տավուշից, առաջին այցը Ոսկեպարում էր։ Նախորդին էլ կուսակցության անդամները եղել են աշտարակում, հանդիպել քաղաքացիների հետ, ներկայացրել ծրագրեր։ Աշխատենք հազար ուժեր գան, նոր ուժեր գան, նոր բաներ բերեն, լավ անեն, հատկապես երիտասարդների համար, մեր ապական երիտասարդներն են։ Շատ շնորհակալություն, ձեզ լավ օր, շատ շնորհակալություն։ Աստված բոլորիս հետ։ Արմատներով սվիդից է։ Անպայման։ Բացի է, որ մենք մեր բուկլետներն ենք բաժանում, նաև անկարգարանից կլինի, ասում ենք անպայման գնացեք կտրության։ Ակտիվ իրազեկման արշավն է շարունակում ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունը, նրանք եւս շրջել են մայրաքաղաքում ու մարզերում, լսել քաղաքացիներին, ներկայացրել իրենց ծրագրերը։ Տեսնում եք, որ բևեռը որևէ անգամ մի բան ասել է ու այդ ասացի հետևում գործողությամբ կանգնած չի եղել։ Իմ կարծիքով հստակ ծրագիրը պետք է ներկայացնի ժողովրդին։ Ժողովուրդն էլ պահանջի։ Այո, շատ ճիշտ է։ Այո, չի կատարում։ Ստեսություն։ Շատ ճիշտ եք։ Դե դրա համար առաջարկում ենք ձեզ մի հատ էլ տվեք։ Խնդրում եմ դուք էլ ծանոթացեք։ Եվ այո, համաձայն եմ, եղեք պահանջատեր 35 տարիների ընթացքում ովքեր են մեզ բերել հասցրել այս վիճակին, իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Կարևոր կետերից լյուստրացիա։ Քվեաթ հերթիկում համար 10 է Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, նախորդին կուսակցության անդամները Ախուրյանում էին։ Արամ Մանուկյանը խոսել է իր բնորոշմամբ գյուղերի ոչնչացման ծրագրից ու դրա հետևանքներից։ Վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն էլ խոսել է սահմանազատման ու կայուն խաղաղության մասին, հայտարարել, որ իրենք գիտեն ինչպես հաստատել ինքնիշխան խաղաղություն։ Հիմա մենք գտնվում ենք Ախուրյանի տարածաշրջանի Գետք գյուղում, Գետք գյուղի դպրոցն է սա, շեն դպրոց, վերանորոգած, դալիչներով, լավ լսարաններով, լավ դասարաններով եւ կարևորը աշակերտներով, 72 աշակերտ կա այս գյուղում, այս դպրոցում, ընդամենը 1 կիլոմետր է մոտավորապես հեռու սահմանից, եւ այս գյուղը փակման վտանգի առջեւ է, որովհետեւ դպրոցը փակման վտանգի առջեւ է։ Ոչ ուսուցիչներն են համաձայն, ոչ գյուղացիներն են համաձայն, ոչ աշակերտներն են համաձայն։ Սա երկրորդ այն պետական օղակն է, որի միջոցով քաղաքացին, աշակերտը, ծնողը պետության հետ շփվում է։ Գյուղերը մնում են առանց պետության ներկայություն չի, եւ սահմանամերձ է, եւ գյուղը դատարկվելը դա ռազմավարական խնդիր է, եւ հարկավոր է ամեն ինչ անել, նույնիսկ գնալ խորհրդարան, հասնել խորհրդարան միայն սրա համար, որպեսզի գյուղերի դատարկելը եւ դպրոցների փակելը կասեցնել։ Այս ազգակործան գործընթացը դպրոցների փակվել պետք է կասեցնել։ Անցյալ ընտրություններին Փաշինյանը, եթե հիշում եք, ասում էր, որ այլևս մենք մուտք ենք գործում խաղաղության դարաշրջան։ Բայց մենք ունեցանք նոր պատերազմներ եւ աղետալի կորուստներ։ Հայ ազգային կոնգրեսը մերժում է Նիկոլ Փաշինյանի հերթական նախընտրական ստերը եւ առաջարկում 3+BRICS ծրագիրը, որը կբավարարի եւ կներդաշնակեցնի շահագրգիռ բոլոր գերտերությունների տրանզիտային շահերը Հայաստանում եւ կբերի հարատև եւ կայուն խաղաղություն։ Մենք գիտենք ինչպես հաստատել ինքնիշխան խաղաղություն Հայաստանի համար։ Հայաստանի պետականության հիմքը եղել է Սյունիքում, Հանրապետություն կուսակցությունը եւս շարունակում է ակտիվ քարոզարշավը։ Կուսակցության անդամներն այցելել են Ագարակ, Մեխրի, Քաջարան շփվել քաղաքացիների հետ։ Վստահ եմ, որ 10 տարի հետո Հայաստանի Հանրապետության ամենախիտ բնակեցված վայրը լինելու է Սյունիքը, լինելու է Մեղրին։ Այս տարածքը լինելու է Հայաստանի Հանրապետության ամենաթանկ 40 մետրով տարածք։ Ուր կա մեր ճակատագիրը,
Հերոսն է ծնած է հողը, ու միշտ եղել է հաղթողը, երկիրը հայոց ամբարդ է, քեզանով ես Շնորհակալություն։ մի անկյունը, կա ու կմնա իմ տունը, սուրբ է հողը քո ու անաղարտ է։ Այս տարածաշրջանը մասնավորապես Մեղրին իսկապես յուրահատուկ վայր է։ Հայաստանի պետականության հենքը եղել է Սյունիքում։ Լեռնահայաստանն է եղել այդ պետականության հենքը։ Աշխարհի մեծ Ապրել եմ քեզ եկել Հայաստանում ճանապարհը մեր օժմի աստված Ռեֆորմիստների կուսակցության անդամները շրջել են քաղաքում բուկլետներ բաժանել, ներկայացրել ծրագրերը։ Հրապարակել են նաև ցուցակը գլխավորող Վաղարշակ Հարությունյանի նախկին ելույթները։ Հաղթանակը պետքա պատրաստել եւ դա պետքա պատրաստի պետությունը։ Իսկ դրա համար նա պետքա ունենա ազգային անվտանգության հայեցակարգ։ Քվեաթ հերթիկում 15-րդ համարի ներքո է ԴՕԿ կուսակցությունը դեմոկրատիա, օրենք, կարգապահություն։ Կուսակցությունը հայտարարել է, որ այսուհետև կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը պարբերաբար ներկայացնելու է քաղաքական ուժի նախընտրական ծրագրի հիմնարար դրույթներն ու ռազմավարական ուղղությունները։ Չնայած այն հանգամանքին, որ Վարդան Ղուկասյանի գրանցումը մերժվել է ընտրական հանձնաժողովի կողմից, վերջին տարիներին Հայաստանում մշտական բնակության եւ քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով քաղաքական ուժը շարունակում է մասնակցել ընտրություններին եւ վարչապետի թեկնածու համարել հենց նրան։ Հայտարարության մեջ նշվում է, որ նախընտրական ծրագրում ոչ թե դատարկ խոստումներ են, այլ պետականաշինության, արդարության, ազգային արժանապատվության եւ հզոր Հայաստանի կառուցման հստակ քայլեր։ Facebook սոցիալական ցանցում հրապարակված ուղերձում Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը պետք է լինի այն պետությունը, որը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Նախորդին գյումրեցիներին է դիմել Ղուկասյանը։ Սիրելի գյումրեցի, տասնամյակներով քեզ խոստումներ են տվել։ Գալիս էին, խոսում էին զարգացումից, նկարվում էին ավերակների ֆոնին ու հեռանում։ Իսկ Գյումրին մնում էր նույն ցավով, նույն գործազրկությամբ, նույն անարդարությամբ։ Իմ առաջնորդությամբ մենք Գյումրիի համար խոսում ենք ոչ թե լոզունգներով, այլ կոնկրետ ծրագրերով։ Գյումրիում ստեղծվելու է թեթև արդյունաբերական մեծ կենտրոն։ Գարի, տեքստիլի, կոշիկի, կահույքի, շինանյութերի արտադրությամբ։ Գյումրեցի երիտասարդ այլևս չի մեկնելու արտաքին աշխատանքի իր ընտանիքը պահելու համար։ Գործարկվելու են պետական մասնակցությամբ գործարաններ, որտեղ առաջնահերթ աշխատանքի են ընդունվելու գյումրեցի երիտասարդները, զոհված ու հաշմանդամ զինվորների ընտանիքի անդամները, երկար տարիներ գործազուրկ մնացած քաղաքացիները։ Գյումրին դառնալու է Հայաստանի հյուսիսային տեխնոլոգիական կենտրոններից մեկը։ Բացվելու են անվճար ուսումնական կենտրոններ, ծրագրավորման, ինժեներիայի, արհեստների ու արտադրական մասնագիտությունների համար։ Ինչպես ես իմ նախընտրական ծրագրում նշել եմ, ստեղ ևս նորից ասում եմ, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները տեղափոխվելու են Գյումրի։ Քոդ զայնը խորհրդարանում կարգախոսով է քարոզարշավ իրականացնում հանուն հանրապետության կուսակցությունը։ Մայրաքաղաքում եւ մարզերում կուսակցության անդամները շրջում են, բաժանում բուկլետներ, լսում քաղաքացիներին ու ներկայացնում իրենց տեսլականը։ Մենք ասում ենք, որ մեր երաշխավորը մենք պիտի լինենք, մեր գիտակցությունը պիտի լինի, մեր սթափությունը պիտի լինի, մեր ուժը պիտի լինի, մեր դաշնակիցների հետ պիտի կարողանանք ոտքի կանգնենք, որովհետև այս փալասը
որ Պուտինին բերել կապել էին մեր գլխի, այդ Պուտինը մեզ բերեց հասցրեց այսօրվա։ Այո։ Իրանք ուրիշ Հայաստան չեն պատկերացնում։ Օտար մարդը չի Լսրա հայերենը լսել։ Ինչ որ բան որոշի լսել։ Այդքան բան։ Այս մարդը սկի վարչապետի տեխնացու էլ չի։ Հայաստանի քաղաքացի էլ չի։ Կիպրոսի ու Ռուսաստանի քաղաքացի է ու հանդես է գալիս որպես վարչապետի տեխնացու, որ իր քվեները տա մի ուրիշ փալասի, որ այս երկրին հոկտեմբեր 27-ը բերել ու մարտի 1։ Ոսկել 100% կիսում։ Պուտինի դեմ որ ասեցի, ասի արեցին հոգուց սախի ցապախում էսի, ցավդ մանեմ դա մեդենի պետք է լարեց։ Նման ապոզիցիայի Բրիտանի առաջ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության վարչապետի տեխնացու Լևոն Շիրինյանն է անդրադարձել Ռուսաստանի հետ հարաբերություններին, նաև իր որակմամբ Հայաստանի Հանրապետության ընտրություններին միջամտությանը։ Հայաստանի, ուրեմն ասեմ, փակագծում միլիարդատեր աշխարհում հայտնի իրական բանկրոտ է, այսինքն բացարձակ բանկրոտ է, գաղափարով, բարոյականությամբ կարևորը եւ ուրեմն գումարով, ուրեմն փողեր չունի, եկել էստեղ փող հավաքելու, որովհետեւ ովքեր որ պաշտպանում են Հայաստանի Հանրապետության շահերը, ուրեմն դատարանները դեմ են 9 միլիոն մուրացկանություն է անում։ Այդ չի նշանակում ինքը դատարաններում շահել է, բայց փող է ուզում, ես մարդուց եմ հույս ունենք, որ 300,000 տեղ պետք է բացի։ Բայց հիմա վերադառնանք մեր Հիտլերին, թողելով այս նորօրյա Հիտլերներին իրենց տեղում։ Եթե կրկնեմ, սոցիալ-դեմոկրատները, Շլայերմախերի կուսակցություն եւ Էրնեստ Թելմանի կուսակցությունը, եթե այս երկուսը իրար էր միանում էին, Հիտլերի ճանապարհը մեկ փակված էր եւ վերջացած էր։ Բայց Վոսոխը հյուսիսի սրանց համար գերմանացիների արևելքում Մոսկվան Կրեմլ արգելեց կոմունիստներին, Թելմանին արգելեց, ուրեմն միանալ կոալիցիոն կառավարություն կազմել սոցիալ-դեմոկրատների հետ միասին, տեսեք, եւ Հիտլերը մնաց առաջատարը, առաջինը մնաց առաջատարը եւ նացիստներն անցան իշխանության։ Հայտարարում եմ բացարձակ ճշմարտությունը։ Ուրեմն Մոսկվան Գերմանիայում նացիստական իշխանությունը ձևավորել է ինքը օգնելով Հիտլերին իշխանության գալ։ Եթե մեր մեջ կներեք, բոլորիս է վերանում, կամ ապուշներ, որ պիտի այս թվերի հետ վիճեն, իրենց գործն է, բայց սրանց ովքեր վիճաբանության սովոր են, իսկապես պետք է վերցնել եւ սիկտիր կարողարկել, որպեսզի գնան իրենց հարազատներում բաներ բացատրել։ Եվ այսպես Հիտլերն անցավ 30 արդեն 3 թվականի հունվարի 30-ին դարձավ Գերմանիայի կանցլեր, որից հետո Հինդենբուրգի մահից հետո, մի տարի թե մի քանի ամիս հետո, նաև նախագահի ֆունկցիաները վերցրեց եւ իրեն հռչակեց ֆյուրեր, առաջնորդ։ Եսեք, տեսեք, մեր վարչապետն ասում է երրագլխանի հրեշները։ Դրանք երրագլխանի հրեշ ասածը, սրանք որտեղ Մոսկվայի շահերն են եւ իրենց մաֆիոզ շահերն են պաշտպանում, շատ քիչ է։ Որն է շատ քիչ շատը։ Շատը այն է, որ սրանք ֆյուրերներ են։ Ծրագրերն ու խոստումներն է ներկայացրել Ալյանս կուսակցությունը։ Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ բոլորը պետք է պատասխան տան, հատկապես պետական դավաճանները անգամ մահապատժի գնով։ Ասել է, թե քչերն են իրենց չափ ծրագրեր իրականացրել։ Մենք խոստանում ենք մահապատիժ պետական դավաճանների համար պիտի լինի մահապատիժ, օրենքով սահմանված կարգով։ Հայաստանը պիտի դուրս գա մահապատիժն արգելող կոնվենցիայից եւ համաժողովրդական հանրաքվեով վերականգնի մահապատիժը պետական դավաճանության եւ առանձնապես խոշոր չափի պետական թալանի համար։ Իմ նպատակն ու ցանկությունը մեկն է, միայն մեկն է՝ հասնել պետական դավաճաններին պատիժ իրագործելու օրվան։ Խիստ, օրենքով սահմանված կարգով, արդար, բայց չափազանց խիստ պատիժ իրագործելու։ Ես գիտեմ, որ մարդկանց ահռելի մի հատված անհագուրդ ցասումով լցված սպասում է պետական դավաճաններին խիստ պատժի ենթարկելու օրվա։ Պետական դավաճանների ամբողջ գույքն ու ունեցվածքը պիտի կոնֆիսկացվի, բռնագանձվի, անկախ նրանից այդ գույքը ձեռք է բերվել թալանի ընթացքում, թե ձեռք է բերվել այլ ճանապարհով, թե ժառանգվել է, ոչինչ նրանք պիտի չունենան։ Այնքան ինչքան ես եմ ծրագրեր գրել, այնքան ինչքան մեր թիմն է ծրագրեր ներկայացրել, շատ քչերն են դա արել։ Բայց հիմա, ոնց ես հասկանում եմ, ծրագրեր լսելու քննարկելու ժամանակը չէ։ Բոլոր մարդիկ ուզում են լսել, իսկ ով է կարելու սրա համար պատասխանատվություն, իսկ ով, երբ եւ ում է պատժելու սրա համար։ Այսքանն էին հայաստանյան իրադարձությունները, միջազգային լրահոսը տեսաշարով։
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռազմավարական համագործակցության տարբեր հարցեր եւ երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ուղիները։ Երկու առաջնորդները նաեւ քննարկել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ մտքեր փոխանակել դրանց վերաբերյալ։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը մեկ այլ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ վարչապետ Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները եւ դրանց լուրջ հետևանքները տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ու կայունության համար, ինչպես նաեւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է այն մասին, որ Վենեսուելան իբրև կարող է դառնալ Միացյալ Նահանգների կազմում 51-րդ նահանգը։ Truth Social-ի իր էջում հրապարակելով մի նկար, որտեղ Վենեսուելան ներկված է ԱՄՆ դրոշի գույներով։ Ավելի վաղ Թրամփն արդեն ակնարկել էր Վենեսուելան ԱՄՆ-ին միացնելու ցանկության մասին։ Նախկինում Fox News-ի լրագրողը Թրամփի հետ զրույցից հետո հայտնել էր, որ նախագահը լուրջ կերպով դիտարկում է Վենեսուելան ԱՄՆ-ին միացնելու հնարավորությունը։ ԱՄՆ-ն եւ Վենեսուելան սկսել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման գործընթացը այն բանից հետո, երբ հունվարի սկզբին Վաշինգտոնն ավիահարված հասցրեց Կարակասին, նպատակ ունենալով գերեվարել նախագահ Նիկոլաս Մադուրոին եւ նրա տիկնոջը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց վենեսուելական նավթը իր վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերն ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին այցելել Ռուսաստան ուժի մեջ է, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պուտինը Թրամփին հրավիրել էր Ռուսաստանի Դաշնություն անցյալ տարի Անկորիջում կայացած գագաթնաժողովի ժամանակ։ Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի այցը Ռուսաստան այս պահին օրակարգում չկա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը չէր բացառել, որ կարող է այս տարի այցելել Ռուսաստան Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում։ Միացյալ Նահանգներն այժմ պահանջում է բացել Հորմուզի նեղուցը, սակայն այն բաց է եղել բոլորի համար, մինչև նրանց միջամտությունը եւ ողջ աշխարհն օգտվում էր դրանից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Ագրեսիան Իրանի դեմ սկսվեց, որովհետև ինչպես հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանը 47 տարի շարունակ ահաբեկել է բոլորին եւ ամեն ինչ։ Սակայն մինչև սույն թվականի փետրվարի 28-ը Հորմուզի նեղուցը բաց էր բոլորի համար եւ ողջ աշխարհն օգտվում էր այդ զարկերակից։ Այն ապահովում էր համաշխարհային շուկաներ մուտք գործող բոլոր էներգապաշարների 1/5 մասը։ Այժմ ամերիկացիները պահանջում են բացել Հորմուզի նեղուցը, սակայն այն փակ չէր։ Միշտ կարևոր է տեսնել նախապաճառները, նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը։ Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, ով աչքի է ընկել Ռուսաստանի վերաբերյալ մի շարք սկանդալային հայտարարություններով, հնչեցնում է օտար գաղափարներ, որոնք դուրս են նրա մանդատից, եւ անհասկանալի է, թե ով է դրանք նրան թելադրում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան ընդգծել է, որ Եվրոպական միությունում ավելի ու ավելի շատ մարդիկ են հարցեր տալիս, թե ով է Կայա Կալասը եւ ում անունից է նա խոսում։ Ավելի վաղ իր ելույթներից մեկում Կալասը հայտնել էր, թե վերջին 100 տարում Ռուսաստանն իբրև հարձակվել է ավելի քան 19 երկրի վրա։ Այնուհետև Կալասը կրկնել էր այս թեզը, հավելելով, որ Ռուսաստանը հարձակումներ է գործել մի քանի տասնյակ երկրների վրա, այդ թվում Աֆրիկայում։ Իսրայելի շարունակական հարձակումները խաթարում են հրադադարի ամրապնդման ջանքերը։ Այս մասին հաղորդում է Լիբանանի նախագահական գրասենյակը, վկայակոչելով նախագահ Ժոզեֆ Աունին։ Նախագահը դատապարտել է հումանիտար ոլորտի աշխատակիցների թիրախավորումը, այն համարելով միջազգային իրավունքի եւ բոլոր մարդասիրական սկզբունքների կոպիտ խախտում։ Նախագահ Աունը նաեւ հաստատել է, որ պատրաստ է համագործակցել համապատասխան միջազգային կողմերի հետ կրկնվող խախտումները դադարեցնելու եւ Լիբանանի օկուպացված տարածքներից Իսրայելի լիակատար դուրսբերումն ապահովելու համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանի հարավում իսրայելական ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում շտապօգնության 2 աշխատակից։
Լայնամասշտաբ անտառային հրդեհներն ԱՄՆ Ջորջիա նահանգում ոչնչացրել են ավելի քան 120 բնակելի տուն։ Բարդ իրավիճակ է պահպանվում նաև Ֆլորիդայում, որտեղ կրակը տարածվել է տասնյակ հազարավոր հեկտարների վրա։ Ջորջիայում հրդեհների մակերեսը գերազանցել է 20,000 հեկտարը։ Ֆլորիդայում կրակով է պատված շուրջ 48,500 հեկտար անտառ եւ բնական տարածք։ Նահանգում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհվել է հրշեջ։ Իրավիճակի վատ թրացման պատճառ մասնագետները համարում են ուժեղ երաշտը եւ շոկ եղանակը։ Նահանգների իշխանությունները նշում են, որ անտառային հրդեհների ներկայիս սեզոնը դարձել է ամենածանրերից մեկը վերջին տասնամյակների ընթացքում։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ հանրապետության տարածքում մինչև մայիսի 18-ը ժամանակ առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 նիշով, մայիսի 15-ից 16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-ից 6 աստիճանով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։